Ողջույն հարգելի հեռուստադիտողներ եւ սոցիալական հարթակների մեր հետևորդներ։ Եթերում առողջարար հեռուստանախագիծն է։ Մենք հանդիպում ենք յուրաքանչյուր շաբաթ 21:00-ին։ Խոսում ու ներկայացնում ենք առողջապահության ոլորտի թարմ նորություններն ու իրադարձությունները, որպեսզի դուք լինեք տեղեկացված եւ պաշտպանված։ Առողջարարի տաղավարում այսօր տեսողության հետ կապված խնդիրներն են առողջ աչքերը։ Իսկ թեմայի վերաբերյալ մենք զրուցելու ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքի ղեկավար Անուշ Ղարիբյանի հետ։ Շնորհակալ եմ բժշկուհի մեր հրավերն ընդունելու համար, բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ինչ անենք, որ աչքերը ոչ միայն գեղեցիկ լինեն, նաև առողջ լինեն։ Միշտ շփտացեք, փորձեք ապրել առողջ ապրելակերպով, կտրել էկրաններից, կարճացնել այն ժամանակը, որը անցկացվում է ցանկացած էկրանների դիմաց, ճիշտ սնվել եւ ամենակարևորը ժամանակին դիմել ակնաբուժի ոչ միայն անպայման խնդիրների առաջացման դեպքում, այլ կան բազմաթիվ սկրինինգային հետազոտություններ, որ սկսած նորածնային հասակից մինչ ամբողջ կյանքում 40-անց տարիքում առավել եւս անցնել բոլոր այն պրոֆիլակտիկ հետազոտությունները, որոնք թույլ կտան ձեզ ունենալ առողջ աչքեր եւ խուսափել ավելի լուրջ խնդիրների առաջացումից։ Միշտ չի որ լինում ցավոք սրտի վերադարձնել այն հինը, ինչը որ ունեք, այլ ուղղակի փորձում ենք կանխել պրոգրեսիան եւ պահպանել այդ պահին հայտնաբերված փուլում ինչ վիճակ որ կա։ Շնորհակալ եմ, մենք անպայման կհետևենք ձեր խորհուրդներին, իսկ հիմա առաջարկում եմ դիտել մի տեսանյութ, որից հետո մենք կվերադառնանք տաղավար, հասկանալու թե ինչպես սնվել, ինչպես անել, որ աչքերը միշտ լինեն առողջ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը ստեղծում է յուրահատուկ հնարավորություն արհեստական բանականությամբ կոլոնոսկոպիայով հետազոտվելու համար։ Իսկ ինչու ընտրել արհեստական բանականությամբ օժտված կոլոնոսկոպիա, որովհետև այն ապահովում է անհատական ճշգրտություն։ Արհեստական բանականությունը հայտնաբերում է այն, ինչը կարող է չնկատել աչքը։ Արագ պատասխաններ, առանց ժամանակ կորցնելու։ Խելացի վերլուծություն յուրաքանչյուր մանրուքի դեպքում։ Ապահով լուծում վաղ ախտորոշման եւ կանխարգելման համար։ Հայտնաբերվող խնդրի շտկում, տեղում, մեկ գործողությամբ։ Արագ, ապահով եւ վստահելի հետազոտություն հիմա հասանելի ավելի մատչելի գնով։ Մենք արդեն տաղավարում ենք եւ աչքերի առողջության մասին զրուցում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքի ղեկավար Անուշ Ղարիբյանի հետ։ Կան ախտանշաններ, որոնք հուշում են ավելի լուրջ խնդիրների մասին եւ դրանք տեսնելով անմիջապես պետք է գնահատել ճիշտ պահը, իրավիճակը եւ դիմել մասնագետի։ Իրականում առաջին գանգատը, որը մարդը նկատում է, դա տեսողության սրության փոփոխությունը կարող է լինել, ճիշտ եք ասում, բայց միևնույն ժամանակ կարող եմ նշել, որ միշտ չի որ տեսողության սրությունը դա համարվում է առողջ աչքի ցուցանիշ։ Կան տարբեր հիվանդություններ, որոնց դեպքում կարող է տեսողություն սրությունը լինել շատ բարձր, բայց իրականում առաջացած լինի հիվանդությունը եւ օրինակ գլաուկոմա հիվանդության դեպքում, երբ որ տեսողության բարձր սրության դեպքում կարող ենք ունենալ արդեն սկսված եւ որոշակի փուլի հասած հիվանդություն, որը ցավոք սրտի բաց է թողնվում, քանի որ ստուգում է միայն տեսողության սրությունը։ Եվ ես կարող եմ ասել, որ ցանկացած ախտանիշի դեպքում պետք է դիմել ակնաբուժի եւ բժիշկը ինքը կորոշի ինչքանով է դա անհանգստացնող գանգատ, որքանով կարելի է դրա համար անհանգստանալ եւ ոչ միևնույն գանգատը կախված տարիքից, օրինակ կարող եմ ասել, մի հիվանդի մոտ կարող է լինել զուտ տարիքային փոփոխություն, որի համար արժե օրինակ կրել ակնոցնել կամ նշանակել որոշակի բուժում, մեկ այլ հիվանդի մոտ դա կարող է լինել շատ լուրջ հիվանդության նշան։ Հիվանդները հաճախ նշում են օրինակ լողացող պղտորումների առկայությունը։ Եթե դա առաջացել է օրինակ դիաբետով հիվանդի մոտ, ապա շատ լուրջ հետազոտությունների կարիք է լինելու եւ այնտեղ կարող է դա լինել ուղղակի աչքի խոռոչում արյունազեղում, բայց միևնույն ժամանակ կարճատեսների մոտ կամ տարիքով հիվանդների մոտ կարող է դա լինել ուղղակի որոշակի լողացող պղտորումներ, որոնց կարող է բժիշկը տեսնել, ախտորոշել եւ ասել, որ կարող եք շատ չանհանգստանալ, բանի տեղ չդնել այդ գանգատը, եթե օրինակ չի ուղեկցվում լույսերի, կայծերի առկայությամբ։ Միևնույն ժամանակ հիվանդը կարող է նշել ցածր տեսողության, մոտիկի վատ տեսողություն, եթե դա լինում է 40 տարեկանից հետո, մենք ասում ենք, այո, դա կարող եք նկատել, բայց դա պայմանավորված է զուտ տարիքային որոշակի փոփոխություններով։
ճիշտ է, գա նշանակել ակնոց, եթե ավելի երիտասարդ տարիքում հիվանդի մոտ է սկսում տեսողության վատացումը, ապա դա պետք է շատ ավելի այսպես լուրջ հետազոտություններ անել, հասկանալու, որ բաց չենք թողնում որևէ լուրջ խնդիր։ Առավել եւս կարող եմ ասել երեխաների մոտ, երբ որ կա որոշակի խնդիրներ, ծնողները նկատում են, որ երեխան ճիշտ չի գրում, հավասար տողերի վրա չի գրում տառերը, դժվարանում է, շատ մոտիկ է պահում, շատ հեռու է փորձում տեղափոխել տետրը կամ գրատախտակից չի արտագրում, այդ դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի եւ կա որոշակի ժամանակահատված, որը պետք է բաց չթողնել, որպեսզի հետագայում երեխայի մոտ չառաջանա աչքի ծուլություն, օրինակ, եւ հետագայում ոչ վիրահատությունը, ոչ կոնտակտային ոսպնյակները, ոչ ակնոցային կորեկցիան չի կարող դա ուղղել։ Այդ ձեր ասած խնդիրը երեխաների մոտ այդ պարագայում ինչի մասին է վկայում։ Կա այսպես կոչված օրինակ, հեռատեսություն, թաքնված մի մաս, որը չի կարող ախտորոշվել միայն տեսողության սրության ստուգումով։ Կարող է երեխան տեսնել հեռուն նույնիսկ այդպես անհրաժեշտ բոլոր տողերը կարդալ, բայց իրականում ունենա դա, որը կարող է բերել հետագայում լարվածության, սպազմի, երեխան կարող է նշել գլխացավեր, դրանք աստենոպի գանգատներ են, աչքերի ցավեր, այդ նույն նշածս գանգատները, որ մայրը կարող է նկատել, որ երեխան գրում է ոչ ճիշտ, ոչ համապատասխան տողերի վրա, որ գլուխը շատ մոտեցնում է եւ այլն, այդ դեպքում ունենք օրինակ այդ հեռատեսությունը, որը պետք է անպայման կորեկցել։ Լինում է երեխաների մոտ վաղ սկսվում է կարճատեսություն կամ բնածին ունենում են որոշակի խնդիրներ, ժառանգական նախատրամադրվածությունն է շատ կարեւոր եւ երբ որ մինչ համապատասխան տարիքը շատ լավ ու իդեալական կլինի մինչև այդպես 6-7 տարեկան հասակը այդ ամեն ինչը շտկված լինի, եթե ոչ մաքսիմում մինչև 10-12, երբ որ դեռ հնարավոր լինում է ինչ որ մի բան փոխել, անել այդ տարիքում։ Դրանից հետո արդեն այդ ծույլ աչքը որպես այդպիսին ամբողջ կյանքում ցավոք սրտի ուղեկցում է հիվանդին։ Այսինքն ստացվում է, որ տարբեր պացիենտների մոտ նույն խնդիրը կարող է տարբեր կերպ արտահայտվել ախտանշանների առումով, բայց դրանք մի պարագայում կարող են լինել անվնաս, մյուս պարագայում կարող են հետևանք ունենալ։ Բոլոր դեպքերում պետք է դիմել բժշկի, բոլոր դեպքերում կա համապատասխան մոտեցում, մի դեպքում կարող է լինել շատ ավելի լուրջ փոփոխության նախանշաններ, մյուս դեպքում դրանք կարող են ավելի թեթև ձևով ընթանալ։ Ձեր պրակտիկան ինչ է ցույց տալիս, այսօր որ խնդիրներն են ավելի շատ տարածված թե մեծահասակների եւ թե երեխաների մոտ։ Եթե ամենապարզ առօրյական մեր միջավայրի մեծ կենսակերպին անդրադառնանք, ապա այդ երկար էկրանային ժամանակը շատ հաճախ բերում է, մեզ թվում է, որ որևէ խնդիր չկա, բայց աչքերի չորության հասարակ չոր աչքի սինդրոմը կարող է ուղեկցել հիվանդին ամբողջ օրը տհաճ զգացումներով, օտար մարմնի զգացում, ծանրության զգացում, հոգնածություն, արցունքահոսություն, աչքերի կարմրություն, կարող է հիվանդի մոտ պատճառ դառնալ կարճատեսության պրոգրեսիային, երբ որ այդ ռեֆրակցիոն խնդիրները սկսում են ավելի այսպես պրոգրեսիվել եւ շատ ավելի վատ է, երբ որ երեխաների մասին է խոսքը։ Երեկոյան ժամերին, երբ մենք չարաշահում ենք այդ էկրաններին երկար նայելը 2 ժամ եւ ավել, արդեն պատճառ է դառնում քնի խանգարումներին, քանի որ էկրանից ճառագայթող կապույտ լույսը խանգարում է օրգանիզմում արտադրվող մինյութի մելատոնինի արտադրությանը, որն էլ պատճառ է դառնում այդ նորմալ ցիրկադային ռիթմերի եւ քնի առաջացմանը։ Ես հաճախ այստեղ հյուրընկալվող մեր բժիշկներին հարցնում եմ, թե հիվանդությունները ինչ տենդենց ունեն, դրանք սկսել են ավելի երիտասարդանալ, թե բնորոշ են տարիքին, թե պարզապես մենք հասել ենք այն ճանապարհին, որ մարդիկ վաղ ախտորոշումների հետևից են գնում։ Ձեզ մոտ ինչպես է։ Ակնաբուժության մեջ իհարկե ակնաբուժությունը այդ գիտության ճյուղերից է, որը շատ արագ զարգանում է եւ հիմա շատ ավելի լայն հնարավորություններ կան ավելի վաղ ախտորոշում
իրականացնել եւ ճիշտ ժամանակին հայտնաբերել հիվանդությունները։ Նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս ավելի վաղ ախտանշաններ հայտնաբերել։ Իհարկե, մի պատճառը դա է, որ ավելի շատ ախտորոշված հիվանդություններ կան։ Մյուսը հիվանդությունները երիտասարդացման հակում ունեն, այո, նորից մեր ոչ ճիշտ ապրելակերպը, միջավայրի ազդեցությունը բերում է նման խնդիրների առաջացման։ Օրինակ, եթե ես այսպես ասեմ, նույն շաքարային դիաբետի դեպքում, որը որ շատ մեծ թափով այդ մետաբոլիկ խնդիրները գլուխ են բարձրացնում եւ շատ ավելի մեծ է տարածվածությունը, իսկ մենք գիտենք, որ շաքարային դիաբետով հիվանդների 1/3-ի մոտ լինում են ակնահատակում որոշակի խնդիրներ, ցավոք սրտի, որոնց մի 4.5%-ը կարող է կուրության բերել եւ դա համարվում է աշխարհում այն կուրություն առաջացնող հիվանդություններից առաջնային խնդիրներից է համարվում եւ երբ այդ հիվանդությունը շատանում է, հետեւաբար դրա հետևանքով ակնային խնդիրներն են շատանում։ Շատ այո, երիտասարդացել է տարիքային ակնահատակի մակուլոդեգեներացիա կոչվող հիվանդություն։ Դա ինչ է ենթադրում իրենից։ Դա իրենից ներկայացնում է այն խնդիրը, երբ որ վնասվում է, տուժում է ցանցաթաղանթի այն հատվածը հատկապես, որը պատասխանատու է տեսողության սրության համար։ Կա որոշակի խնդիրներ, օրինակ կատարակտահիվանդությունը, չնայած որ շատ մեծ տարածվածություն ունի, ելի երիտասարդացել է եւ ավելի վաղ տարիքից կարող ենք հանդիպել։ Ինչով է զբաղվում ձեր ղեկավարած բաժանմունքը։ Ովքեր են ձեր գործընկերները, ինչ հնարավորություններ կան, ովքեր կարող են օգտվել։ Հաճույքով կպատասխանեմ մեր բաժանմունքի մասին։ Մեր բաժանմունքում աշխատում են բժիշկներ, ովքեր եւ մեծահասակների ակնաբուժական խնդիրներով են զբաղվում, եւ մանկական կոնտինգենտի, եւ ունենք ակնաբուժ վիրաբուժներ, ովքեր կատարում են ամբողջ ծավալով ակնաբուժական վիրաբուժական մասը, վիրահատությունները։ Մեր բաժանմունքից կարող են օգտվել բոլոր հիվանդները, անկախ սոցիալական խմբերից, անկախ նրանից արդյոք վճարունակ են, թե ունեն որոշակի արտոնություններ, որոնք որ հնարավորություն են տալիս պետպատվերի շրջանակներում իրականացնել, ովքեր ունեն ապահովագրություն, սոցփաթեթի շահառուները, զինվորական ծառայության հետ կապված համապատասխան արտոնություններ ունեցող հիվանդները եւ պարզապես այն բոլոր քաղաքացիները, որոնք հիմա օրինակ տեղափոխվել է մեր ակնաբուժական բաժանմունք, մեր պոլիկլինիկական ծառայությունը, այն ամբողջ բնակչությունը, որը կցագրված է մեր պոլիկլինիկային եւ մենք շատ մեծ ուրախությամբ կարող ենք նշել, որ հիվանդները հիմա շատ հաճույքով դիմում են ակնաբուժական բաժանմունք, որտեղ տեղակայված են այդ պոլիկլինիկական ծառայությունը եւ մեծահասակների եւ մանկական ակնաբուժի կաբինետները եւ ստանում են լիարժեք ուրեմն ծավալով ակնաբուժական ծառայությունը, քանի որ գերհագեցած գերժամանակակից հետազոտման սարքավորումներով բաժինը թույլ է տալիս ոչ միայն պոլիկլինիկական ծավալը ապահովել, այլ նաև եթե կան լրացուցիչ հետազոտությունների կարիք, ապա տեղում առաջարկվում է հիվանդներին եւ կազմակերպվում է նաև այդ հետազոտությունները։ Բոլոր այն հետազոտությունները, որոնք լրացուցիչ կարիք են ունենում հիվանդները լիարժեք ախտորոշման համար, դա օպտիկ կոհերենտ տոմոգրաֆիան է, աչքի հետին հատվածի, այսպես ասած, պարզ լեզվով ասած շերտավոր նկարերի հնարավորությունը տալիս, պենտակամ հետազոտությունը, աչքի տոպոգրաֆիան, աչքի առաջային եղջերաթաղանթի կառուցվածքի առանձնահատկությունները, եղջերաթաղանթի հաստության որոշումը, աչքի սոնոգրաֆիկ հետազոտությունը, որոնք պոլիկլինիկական ծավալի մեջ չեն մտնում, բայց մենք համապատասխան հիվանդներին առաջարկում ենք եւ նույնիսկ օպտիկոհերենտ տոմոգրաֆիան պետպատվերի շրջանակներում մենք կարողանում ենք հիվանդներին առաջարկել եւ մատուցել այդ ծառայությունը, որը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ ախտորոշելու եւ ավելի ճիշտ բուժման տակտիկա մշակելու համար։ Հագեցվածությունը օգնում է բժիշկների գործին։ Իհարկե օգնում է եւ դա ամենաառաջինը եւ օգնում է բժիշկներին եւ շատ կարեւոր է հիվանդների եւ հիվանդության համար, որովհետեւ այսօրվա ժամանակակից հետազոտման սարքավորումները թույլ են տալիս ավելի ճշգրիտ ախտորոշելու ամենավաղ
նշանները հայտնաբերելու եւ միևնույն ժամանակ կարող եմ նաեւ հակառակը ասել, երբ որ արված է հիպերդիագնոստիկա, շատ հաճախ հիվանդներ են դիպում, նույն կարող եմ ասել օրինակ գլաուկոմա հիվանդության դեպքում, երբ տարիներով կաթացրել են հակագլաուկոմատոզ կաթիլներ, այսինքն կաթիլներ, որպեսզի աչքի ճնշումը իջեցվի, բայց իրականում իրենք շատ փոքր ծավալով հետազոտություններ են անցել, որովհետև չի կարող միայն առաջային օղակի հետազոտությունները բավարար լինել ճիշտ ախտորոշելու համար։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Եթե մենք ամփոփենք մեր այսօրվա զրույցը, ապա այն առավելությունները, որը ունի ձեր ակնաբուժական բաժանմունքը։ Մեր առավելությունը, բացի գերհագեցած բաժանմունք ունենալուց, որը թույլ է տալիս համապատասխան սարքավորումները ունենալով կատարել լիարժեք ախտորոշում, ճիշտ բուժման տակտիկա որոշել եւ հետեւաբար շարունակել բուժմամբ, բացի պրոֆեսիոնալ կոլեկտիվից, ես համարում եմ մեր տեղակայումը համարվում է առավելություն, ինչ առումով, ոնց որ բոլոր օրգան համակարգերն են համատեղ փոխհամագործակցված աշխատում, այնպես էլ մեր հիվանդանոցում բոլոր բաժանմունքները, նեղ մասնագետները միասին աշխատում են եւ քանի որ մեկ հիվանդությունը չի կարող լինել միայն մեկ օրգան համակարգի խնդիր, շատ քիչ խնդիրներ կան, որոնք միայն տեսողական օրգանի խնդիրներ են համարվում, կան շատ հիվանդություններ, որոնք փոխկապակցված առաջացնում են ախտահարումներ մի քանի օրգաններում, օրինակ էնդոկրին ախտահարումներով մենք ունենք հետևանքներ աչքում, աչքը համարվում է ակնահատակը դիտելով որպես հայելի ամբողջ օրգանիզմի համար, որտեղ կարող ես դու հետազոտությունը կատարել, տեսնել որոշակի փոփոխություններ, անոթային ախտահարումների մասին ինֆորմացիա ստանալ, տեսանյարդը ախտահարելով դու կարող ես ունենալ ինֆորմացիա, որը կօգնի նյարդաբանին իր լիարժեք ախտորոշման համար, դու կարող ես ունենալ շաքարային դիաբետի պատկերը եւ հիվանդին, որը նույնիսկ տեղյակ չի, որի ունի այդ խնդիրները, ուղղորդել էնդոկրինոլոգի մոտ սիրտ-անոթային համակարգի ախտահարումների դեպքում մենք ունենում ենք որոշակի դրսևորումներ, այսինքն բոլոր ռևմատիկ հիվանդությունները համակարգային ախտահարումները կարող են ուղեկցվել ակնաբուժական որոշակի խնդիրներով եւ երբ հիվանդը դիմում է փոխհամագործակցված դու կարողանում ես հիվանդին ոչ միայն բուժել այն հետևանքները, որը դու տեսնում ես աչքում, այլ բուժել բուն պատճառը, հիվանդությունը քո գոլեգաների, մյուս նեղմասնագետների օգնությամբ եւ ավելի արդյունավետ ստանալ այն արդյունքը, որը դու ուզում էիր կոնկրետ տեսողական օրգանի ախտահարումների դեպքում բուժման արդյունքները ունենալ։ Այդ առումով ես համարում եմ, որ դա մեծ առավելություն է եւ եթե հիվանդները դիմում են օրինակ կատարակտայի վիրահատության համար, մենք հետազոտում ենք կամ ցանկացած վիրահատության դեպքում ունենում ենք ամբողջական նախավիրահատական փաթեթ եւ շատ հաճախ մարդիկ ունենում են որոշակի նեղմասնագետների խորհրդատվության կարիք։ Մենք տեղում կարողանում ենք կազմակերպել տվյալ նեղմասնագետների խորհրդատվությունները, դա կլինի սրտաբան, դա կլինի նեֆրոլոգ, դա կարող է լինել էնդոկրինոլոգ, նյարդաբան, ովքեր մեզ օգնում են հիվանդի վիճակը բերել բավարար մի վիճակի, որը հնարավորություն կտա կատարել վիրահատությունը եւ միևնույն ժամանակ հիվանդին ճիշտ ուղղորդել, ճիշտ բուժումները նշանակել, որպեսզի հետագայում ամբողջ կյանքում իրեն կարողանան առողջ պահել իրենց օրգանիզմը։ Մեր բաժանմունքի առավելություններից մեկն էլ կարող եմ նշել, անպայման ուզում եմ շեշտել այն, որ հիվանդները, որ ամենահաճախ դիմում են կատարակտայի վիրահատության հետ կապված, ոսպնյակի պղտորման դեպքում կատարվում է այդ միջամտությունը, երբ փոխվում է պղտոր ոսպնյակը, տեղադրվում աչքում ներակնային, արհեստական ներակնային ոսպնյակ, այդ պարագայում մեր բաժանմունքում անկախ նրանից հիվանդը վճարովի կարգով է դիմում, թե պետպատվերի շրջանակներում օգտագործվում են բարձրակարգ պրեմիում կարգի ոսպնյակներ, ինչքան որ պետությունը հնարավորություն է տալիս մաքսիմալ դրանում տեղավորելով լավագույնը։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր եւ կարեւոր զրույցի համար, իսկ ձեզ հարգելի հեռուստադիտողներ մաղթում եմ առողջ տեսողություն, առողջ աչքեր եւ միշտ հիշեք, որ ժամանակին մասնագետի դիմելը կարող է շատ մեծ բան փոխել։ Իսկ հիմա առաջարկում եմ ծանոթանալ Հայաստանի ու աշխարհի առողջապահական անցուդարձին։
Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանը հյուրընկալել էր հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովը։ Բժշկական հավաքի օրակարգում մորի և մանկան առողջության պահպանման թեման էր։ Ռուսական կողմը ղեկավարում էր Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ Անահիտ Ավանեսյանն ու ռուս գործընկերը հանդիպել են ոլորտի մասնագետներին ու այցել մանկական բաժանմունքներ։ Առողջապահության նախարարության ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սինթեզեց 4-րդ ռադիոֆարմ պրեպարատը։ Սա միջուկային բժշկության ոլորտում Հայաստանի համար կարևոր իրադարձություն է։ Այս պրեպարատի միջոցով արված պետ-կատե հետազոտությունը թույլ է տալու գլխուղեղում դեռևս մոլեկուլյար մակարդակում հայտնաբերել ուռուցքային ախտահարված տեղամասերը։ Նման պրեպարատի սինթեզումը շատ երկրների առողջապահական համակարգերի համար հասանելի չէ։ Այսպիսինն էր մեր եթերն այս անգամ, շարունակեք հետևել մեզ եւ հիշեք, որ մենք ձեզ ներկայացնում ենք առողջարար տեղեկատվություն հանուն առողջության։ Ցտեսություն։